սա, դուս կգան որ կմտնենք։ Ուրեմն լսի, մենք երբ ուզում ենք, գնում ենք մեր քրոջ մոտ, ու անկախ նրանից, ով է ներսը գտնվում։ Իսկ եթե կռիվ ես ման գալիս, ասեմ, որ սխալ տեղ ես ընտրել։ Արա դու սուս մնա էլի։ Քեզ տեր ու տիրակալ ես զգում, աչուծախ հրամաններ ես տալի։ Իմը տենց է։ Դե ուրեմն մի քիչ զգուշ եղի, որ օդում չմնան հրամաններդ։ Պայմանցար ամուսնացա է։ Այն ներս մտնենք։ Ասի, հրավիրեմ, գակ, բան, են էլ լսեցի, որ դարել եք էլի, բան, են անհասցե տղեկից էլ ձեր հին ակունքներին եք էլի վերադարձել։ Ոնց է ձեզ ասում։ Շարունակի։ Դե ինչ շարունակեմ նրա, կարող է ես պետք է ասեմ նոր ջոգ ես, դու այդքանը չես ջոգում։ Ես սրան ինչ գնով էլ լինի բոմժ եմ սարքելու։ Սարքելու եմ իրան են անհասցե տղեն, ոնց որ ինքը ասում էր։ Լավ ռադարա սրան։ Դու ինձ ասա ոնց ես կավորի աղջկան տեսնելուց հետո։ Մեռած չեմ։ Ինչ իմացել եմ վերադարձել ամացքից ես ոչ մի վարկյան դուր չի գալիս։ Ուզում եմ տեսնել ես այդ լակոտին ու ես ինձ վրա կատաղում այդ ցանկության համար։ Ես ինձ չեմ ներում իմ այս վիճակի համար։ Այ կարծես դավաճանում եմ ես իմ Սպարտակին, իմ սիրելի որդուն։ Չարած, պետք է տեսնեմ նրան, գուցե դա ինձ օգնի։ Այ աղջի, շնչակտուր եկա հասաստեղ, որ տես չոր ես։ Դուք իմ ներմանը չեք մնացել, որ ձեզ չներեմ հաստատ չեք մեռնի։ Բաբի, դու ինչի չես ուզում մեզ հասկանաս։ Դուք ստիպում եք, որ բոլորը հասկանան ձեզ, մտնեն ձեր դրության մեջ։ Բայց դուք երբեք հաշվի չեք առնում շրջապատի կարծիքը։ Ես էի ու չէի ամուսնանում Միշի հետ, ինչ էր լինելու ինձ հետ։ Ախր բաբի ջան, մենք վստահ ենք, որ առանց քեզ հրաժեշտ տալու գնայինք, ավելի հեշտ էր լինելու։ Ու գիտենք, որ ամուսնանալու ես։ Դուք կարող եք շարունակել ձեր կյանքը այնպես, ինչպես դուք եք պատկերացնում։ Ուղղակի առանց ինձ, ես էլ չկամ ձեր կյանքում։ Բաբի, իմ վրա բարկացած ես այդ հասկացանք։ Գոնե տղերքին մի պատժի։ Ես ոչ մեկին էլ չեմ պատժում։ Ուղղակի հասկացա, որ առանց ձեզ էլ կարող եմ ապրել։ Ու տենց ավելի հեշտ կլինի ինձ համար։ Այսինքն մենք էինք քեզ խանգարում, որ երջանիկ լինեիր, հա։ Դուք չեք թողնում, որ ես ձեզանից առանձնանամ, որ գիտակցեմ, որ կարող եմ առանց ձեզ ապրել, որ կկարողանամ իմ ընտանիքը ունենալ։ Ստացվում է, որ դու մենակ ուրախ պետք է լինեիր մեր գնալուց։ Ոչ թե հիմա չներեիր ու նեղանայիր մեզնից։ Վիճակ, բաբին էլ չի ուզում մեզ տեսնի, ու չի տեսնի։ Բաբի չեմ հասկանում, դու չես ներում, քավորը չի ներում։ Հիմա ինչ անենք, թողենք հետ էթանք։ Ընտրությունը ձերն է։ Ցավոք սրտի ձեր համարը լավ տպավորվել է իմ մեջ։ Պահանջ, խնդրում եմ մի զանգահարեք ինձ, որ ես տհաճություն չզգամ։ Ես քո լեզուն մի օր կտրելու եմ այդ քո երկար լեզուն։ Դրա համար եք զանգել,
Թե խառնվել եք իրար իմացել եք քաղաքում ենք։ Ձեր տղու համար եք անհանգստանում։ Լսի կհանդիպենք կիմանաս։ Իսկ ով ասեց, որ ես ձեզ հետ պետք է հանդիպեմ։ Ամեն անգամ ինչ որ երբ ուզում եք, զանգում եք ձեզնից գոհ-գոհ ու հանդիպում եք պահանջում ինձանից։ Այո, հասկացի, սա որպես պահանջ։ Եվ եթե վախենալու բան չունես, ուրեմն կգաս։ Արա դրան հերիքա տենան, որ օրոնը գլխիս տա։ Դրան այնքան եմ ատում, որ ես էլ իմ ատելությունից վախենում եմ։ Իմ ատելությունն ինձ անկառավարելի է դարձնում։ Եթե չգնայինք հիվանդանոց, դու ստիպված չէր լինի տեսնել պապայի սանիկներին։ Կներես։ Վատ օրեր։ Սպասենք դրանք վերջին չանեն։ Քեզ տանջելով փորձում ես չպորտ գալ, չագրեսիվանալ։ Ու դա միայն նրա համար, որ ինձ ես խոսք տվել։ Վախենում եմ ես իմ ցանկություններից ու ավելի շատ վախենում եմ դրանք իրականություն դարձնելու մտքից։ Զանգեմ ինչ ասեմ։ Ասեմ ես քո պապն եմ։ Կամ թե դու ինչքան նման ես իմ Անժելին։ Ինչի ես առանց դուրը թակելու ներս մտնում։ Ախպոր պես այդ ձևական բաների թարգետ ու Զավեն ջան։ Եկել եմ փոխանակ հարցնես ոնց ես Կարպիչ ջան, ես էլ ասեմ Զավեն ջան, բա դու ոնց ես, ասում ես առանց թակելու խի ես մտնում։ Ինչի ես եկել։ Արա, բայց դու հետարկիր մարդ ես, հա, Զավեն, պապայի գերեզման։ Արա, չեմ գալիս նեղանում ես, գալիս եմ նեղանում ես, բայց քո հետ ոնց վարվեմ։ Լսի, կարող է այն օրը, որ տենց չորեցի մի քիչ նեղվել ես։ Քեզ ֆրիկ տա ուղարկել։ Մալադեց, ինչ բիտի պիձա ես, մենակ մի բաց թողում ես արել քո կյանքում, թողել ես, որ Յուրիկ աղջկատ խափի, հետո էլ իր արածը մարսի։ Կարպիչ, ես տեսա տանային։ Իսկ Վիտուսին։ Դե են բաբիի դավոյի մասին չեմ էլ ասում, որովհետև նրանք այդ հանդիպման ժամանակ չեն եղել։ Կանոնա իմ թորը։ Ես ինչ մանեմ։ Լավ էլ գիտես, դու ուղղակի ինձ մատներիդ վրա պարացնում ես։ Այ Զավեն ջան, իզուրա։ Ախպեր ջան, ես ամեն ինչը իզուրա, մեկը դու Յուրիկին ինձնից բարձր ես դասում, օրը կգա ու դու Յուրիկին ավելի շատ կվստահես, քան ինձ։ Իսկ ոնց քեզ վստահեմ, բերանումդ մի հատ ճիշտ խոսք չկա։ Բա եղավ, ոստե չկա այդ ցավատանեմ, բա ես չասեցի, որ սանիկներս քաղաքում չեն, տեսար, համոզվեցիր։ Բայց ես չեմ կասկածում, որ դու գիտես, թե նրանցից ով է թորս։ Երանի չէր։ Գնա, որ չես կարողանում ինձ օգնել, թող գնա։ Դակ։ Զավեն ջան, բա այն գրուզինսկի զարմիկը տուրա, չես ցանկանում ծանոթացնել ինձ իր հետ։ Զարմիկս գնացել է, բայց լավ կլիներ ծանոթանայիր, որ իմանայիր, որ ես անտեր չեմ։ Վայ, բա եղավ, ինչի ես անտեր այդ ցավը տանեմ։ Ես մեկ, թորդ երկու։ Ես տանոյի ու Անժելիս նմանությունը տեսա։ Հնարավոր չի, որ դու էլ տեսած չլինես։ Ցավը տանեմ, այդ Յուրիկը կարողանար նմանացնել, ես ինչ իմանամ, ես Անժելին ոնց հիշեմ, գիտես քանի տարի է անցել, համել սենց մի բան կա, եթե դու շատ ես ցանկանում այդ նմանությունը գտնել տվյալ մարդու մեջ, անպայման գտնում ես։ Դու էլի ինձ շեղել ես ուզում։ Չէ, Զավեն ջան, չէ, լավ, ինչ ես մտադիր անել,
Հանդիպել Տանոյին։ Հա? Լավ։ Հանդիպի, բա ոնց Զավեն ջան։ Ես ու չեմ կարող ձեռդ բռնել։ Անպայման հանդիպի, տես, խոսա։ Այդ երեխան էլ մեղք է, կարող է ինքն էլ կամենա, որ քո թոռը լինի։ Դե լավ Զավեն ջան։ Ես արդեն հելնեմ գնամ, իսկապես ժամանակ չունեմ։ Գործեր, ահա։ Եթե գոնե մի 5 րոպե ժամանակ ունենայի, հետդ հաստատ քո քաշած յաթրջուց մի երկու բաժակ կգմփացնեինք, բայց մնա հետո։ Դե լավ, հա, սանիկներիս հետ չեմ կարող ծանոթացնել մի պարզ պատճառով։ Նեղացած եմ իրանցից։ Ֆիտուս քեզ էլ չասեց ուրա գնում։ Չէ, իբր դու շատ ես ասում, ուր ես գնում, մի հատ էլ ինքը ասի ուրա գնում։ Ֆիտուս ջո գլես։ Սաղ մեզ հարազատ մարդիկ կամաց մեզ իրանց կողից ռադ են անում։ Հա թեթև տար։ Դե հա, էլի թեթև տանեմ, բայց եթե այդ երես թեքողները մեր համար շատ կարևոր մարդիկ չլինեն։ Ես բաբի ու քավորի մասին եմ խոսում։ Բաբին թո գնա, միշի հետ ամուսնանա, երջանիկ լինի։ Իսկ քավորն էլ չի ներում թո չների է, вообще։ Ինչ։ 1000 անգամ մենք ներեցինք քավորին, լավ էր, բայց ինքը էլի մեր հետ ստոր վարվեց։ Հա, բայց մենք նրան ներեցինք։ Դեռ Տանոյի պահով էլ խաբար չեք։ Թող տանում եք ատուն, հասկանանք ինչ ենք անում։ Գնում եք, թե մնում եք։ Գնալը ճիշտ է։ Հա, ֆրիկ գնալը ճիշտ է, բայց եթե քավորի մոտ պետք է չաշխատենք, պետք է հասկանանք, չէ՞ ինչ ենք անում, ոնց ենք անում։ Ինչ լավ է, որ եկաք, ես երկար էի ձեզ սպասում։ Տիկին ազատեք ես տարածքը։ Իսկ մի բողոքեք սպասելու համար, որովհետև մանկատուն ընկած երեխեքը տարիներով են սպասում ձեր նման անարժաններին։ Մեկ էլ խնդրում եմ, մյուս անգամ այս կողմերում երևացեք, հա։ Բայց ես խնդրում եմ, մի քանի րոպեով թողեք ներս գամ, ընդամենը մի քանի րոպե հատկացրեք ինձ ու վերջ։ Թող ձեզ մի քանի վայրկյան էլ սկի չի հասնում։ Մեկ էլ այս կողմերը չգա։ Ես այդ լիլիի ոտերը ջարդելու եմ։ Ես քո տեղն եմ ընդհանրապես լեզուն արմատախիլ կանեի։ Հələ գիտես, չէ, բերնե բերան ասեցի, որ այդ կախարդին մեզնից հեռու պայի։ Ու չասի, որ եկել ենք։ Գնացը բերան բացությունը արել են, եկե թռելաս տեղ։ Սոված չես։ Չեմ հանձնվելու։ Պիտի պարզեմ ձեզնից որ մեկնային որդին։ Ինչպիսին կլներ քո արձագանքը, եթե իմանայիր, որ դու բալայան ես։
Հորն էլ տղուց պակաս չեմ ատում։ Հոր հանդեպ բացի ատելությունը մի ուրիշ զգացողություն էլ կա։ Իսկ դու ինձ ասում ես, որ չես գա։ Զուգադիպությունը։ Թե իմացել եք, որ ձեր տղայի հետ հանդիպել եմ, վախեցել եք, դրա համար եք կանչել ինձ հանդիպման։ Չհասկացա, դու Սպարտակի հետ հանդիպել ես։ Հա, ձեր հայացքից բավական էր, որ հասկանայի, որ չգիտեք։ Ձեր Սպարտակը երկու առիթ ունի ուրախանալու։ Ձեր նման սիրող հեր ունի ու սիրող կին։ Հա, համել բան ունեմ ձեզ ասելու։ Ինձ դուր չի գալիս, որ ձեզ երբ հարմար է ու ձեր սրտով է, ինձ կանչում եք հանդիպման։ Ես ոչ ձեր կամակատարն եմ եւ ոչ էլ վախենում եմ ձեզանից։ Տղա ջան, միգուցե նստես նոր զրուցենք։ Ես նստեմ ձեր կողքին ենել։ Չէ, շնորհակալ եմ։ Ես ավելի լավ ամբողջ կյանքում թեկուզ հենց այստեղ կանգնած մնամ։ Դու կարող ես ինձ բացատրել, երբ ես հանդիպել Սպարտակից եւ ինչի համար։ Մի վախեցեք։ Ձեր տղայի հետ հանդիպումը պատահականություն էր, բայց հաջորդ անգամ կարող է պատահական չստացվի։ Լսի, դու չես վախենում, որ կանգնում ես երեսի շպրտում ես այդ ահաբեկումներդ։ Հա, դու ես քեզ կսպանեմ, որ որդուս ահաբեկում ես եւ սպառնում ես նրա կյանքին։ Էսպանեք։ Հենց հիմա ես ձեր դիմաց կանգնած եմ, ու ոչ էլ պապայիս կկանչեմ օգնության։ Ես եմ ինձ ահաբեկողներին պատժում։ Ու իմ ու ձեր որդու մեջ մի տարբերություն կա, որ ինքը այս կյանքում ունի կորցնելու բան, իսկ ես ընդհանրապես չունեմ։ Ունես։ Այս անցանք ահաբեկման, հա։ Ոչ։ Ինչա ձեր ուզածը։ Իմացել եք, որ վերադարձել ենք։ Ուզում եք հիշացնեք, հա, մեզ, որ մենք քույր ու եղբայր ունենք ու որ ձեր տղու մազը պակասեց, կարող է վնասեք իմ հարազատներին, հա։ Է դրա համար եք կանչել ինձ այստեղ։ Ոչ, տղա ջան։ Դու չես կարող վնասել Սպարտակին։ Եվ ոչ նրա համար, որ ես կարող եմ վնասել քո հարազատներին։ Նախընտրում եք միանգամից ինձ լիկվիդացնել, հա։ Ազատեք ինձ ձեր որդուց։ Տղա ջան, ես քեզ խնդրեցի մոռանալ Սպարտակից դեմ քո վրեժի մասին։ Ձեր խնդրանքը մերժված էր, ընկեր գնդապետ։ Դու չես կարող իմ խնդրանքը մերժել։ Դու ինքնակամ կհրաժարվես քո ծրագրից, քո վրեժի ծրագրից ինքնակամ կհրաժարվես, եթե իմանաս որ։ Եթե ինչ իմանամ։ Նորից եմ ձեզ հարցնում, եթե ինչ իմանամ։ Հազիվ համարձակվեցի զանգահարել, են էլ չպատասխանեց։ Էս է իմ ուրախությունը, իմ Մաքսը։ Հենց գրկում եմ, ինչքան դարդ ու ցավ ունեմ, ամեն ինչ մոռանում եմ միանգամից։ Քավոր։ Հա, ասա ցավդ տանեմ, ասա Ապորինի ջան, ես գիտեի, որ այդ 4-ից ամենաազնիվը, ամենամաքուրը ու ամենալավը դու ես լինելու։ Քավոր, տղեկի վրա ջղայնացած ես։ Հա, շատ եմ բարկացած ու չեմ ներելու դրանց։ Ես էլ նեղացա իրանցից, բայց անցավ, դու էլ իրանների։ Ազիզ, քո քավորը մեծ սիրտ ունի։ Ու ես գիտեմ, որ դու ներելու ես։ Դու մինչև դրանց չներես, քո դեմքին ժպիտ չի գա։ Իմ դեմքի ժպիտը իմ Մաքսն է ապահովում։ Պապ կանչել ես։ Հա, կանչել եմ։ Հələ մի րոպե բալես, հələ մի րոպե, հոպարնեկով։ Երբ եք ամուսնանում, արա։ Թող հələ բաբին դուրս գրվի, կտեսնենք, պապ։ Արա պապայի գերեզման սարդեն ինձ ներվայնացնում է։ Յա։ Մի ներվայնացի, հա, խնդրում եմ մի ներվայնացի։ Արի գրանք բալես։ Դելը։ Այ միշ ջան,
Այ բալաջան, դե ամուսնացեք էլի, որոշեք, ամուսնացեք, պրծեք էլի, վայ, ինչ եք այսօր վաղնանում։ Մամ, խնդրում եմ, պապայի ազդեցության տակ մի ընկի ու ինձ մի ճնշի։ Երբ որ ես ու բաբին որոշենք, որ ամուսնանում ենք, ձեզ անպայման տեղյակ կպահենք։ Միջ, բաբի որտեղից է դուրս գրվելու։ Դավջան, բաբին գնացել է։ Ինչ խափեք, ես իմացա, հիվանդանոցում է բաբին։ Դուք մտադիր չեք ինձ ասեք, թե այս կյանքում ինչը կարող է ինձ կանգնացնի, որ ես չսատկացնեմ ձեր որդուն։ Դու սատկացնող ես ինձ սատկացրու, ոչ թե տղուս։ Ծիծաղելու եք ձեզ պահում։ Դուք կարող եք մի վայրկյանում ինձ հողին հանձնել, թե ինչի են պետք ընդհանրապես այս հանդիպումները, ձեր մերժված խնդրանքները։ Դուք կարող եք ինձ ոչնչացնել ձեր որդու ճանապարհից։ Ինչի դա չեք անում, բացատրեք ինձ։ Գնա։ Չէ, ես չեմ գնա, մինչև ինչ չբացատրեք, ես ինչ անելու կա։ Տղա ջան, դու ինքդ քեզ կսպանես, եթե իմանաս այդ հանելուկը։ Գնա էլի, գնա էլի, գնա։ Գնա։ Ամջան ինչ կա։ Եկաք երեխեք ջան, սպոստեցիք։ Կարելի է այդպես ասել։ Էմիլի վիճել եք։ Ես հերս չեք եմ ամալը։ Չէ, բալես, երեխեք, թորանը սնեցեմ կարոտել։ Կարոտել ես հել գնա տես այ մամաջան, ով է։ Քեզ արգել է կամ կարող է քո դեմ դուր չբացեն։ Եթե ուզում եք, կարող ենք միասին գնալ, թեկուզ հենց հիմա։ Ախր Էմիլի ջան, բանը նրանում է, որ ես այնտեղ իմ ուզածով չեմ կարողանա երեխուն սիրել, կարոտը սառնել։ Մարդ ես կարող է ձերոնք եմ մորս լավ ճնտունեն կամ ձեր տունը տարակցնեմ։ Սպոտենց բան ուղղակի չի կարա լինի։ Բալես, իսկ եթե դու գնաս երեխուն բերես, մի քիչ կսիրենք, հետո կտանես։ Բայց չգիտեմ, երեխուն կտան։ Կտանը որն է չհասկացենք, մենք իրավունք չունենք մեր երեխուն սիրենք արա։ Սպարտակ, մենք հանգիստ խոսում ենք, դու մի խառնվիր։ Լավ սպա։ Ինձ տար մեր տուն, մի բան կանեմ կփորձեմ երեխուն բերել։ Արես ինչա դա ռեպետին ինձ բանը, մեզ պատ է պատ տանք, ջանքու երան չխնայենք, որ մեր երեխուն տենենք, հա։ Սպո կարող ես ինձ մեր տուն տանել։ Հա, քո ուշկումիկն է ձեր տունն է, չէ, մանն ես մանգալի, որ պոգվես ձերին։ Լավ, կատակ եմ մամա ջան, տես մինի։ Էլի։ Դավայ։ Կարող է դրան մի բան լինի։ Չպետք է մենակ թողնեի։ Լավ չէր։ Այսինքն ինձ ինչ, դրան ինչ կլինի։ Դրան սաղին հասնում է։ Համել այդ բալայանները նենց երես ունեն, դրանց մեռնել չկա։ Դու ինքնակամ կհրաժարվես քո ծրագրից, քո վրեժի ծրագրից ինքնակամ կհրաժարվես, եթե իմանաս որ։ Եթե ինչ իմանամ։ Պատրաստ է ասելով այնքը, Սպարտակովս եմ երթում, ես դա կանեի, եթե նա չգնար, մտածում էի, որ խոսեմ, մի անգամից կթեթևանամ, բոլոր ցավերս կանցնեն, Աստված ինձ հետ էր։
ճիշտ պահի տակ փակեց բերանս։ Ասում էի, չես բալայաններին ոչինչ չի կարա լինի։ Իզուր էր անհանգստությունս։ Սրանց հետ շփվելուց պիտի կորցնես բոլոր մարդկային հատկանիշներդ։ Պիտի դադարես էլի մարդ լինել։ Կամ էլ դա ձև էր թափում։ Ես մենակ մի բան չեմ հասկանում։ Ես Բալայան Յուրիի համար վարկյանների հարց եմ։ Եթե իրոք ինձնից այդքան շատ վախենում է, որը շատ էլ տեղին է, ինքը կարա մի վարկյանում ինձ մաքրի տղու ճանապարհից։ Տարբերակներ, որ կգտնվեն։ Բայց չէ։ Ինքը նախընտրում է հանդիպել ինձ ու խնդրել խնայել իր որդու կյանքը։ Ինչն ինձ մոտ հարցեր է ծնում։ Թումա Սպարտակի հետ տարբեր աշխարհներ եք, բայց շատ նմանություններ ունեք։ Երկուստ էլ համառակ, երկուստ էլ զիջումների գնացող չեք։ Երկուսիդ կողմից էլ իմ խնդրանքներն անկատար են մնում։ Ես ձեր հերնանից եմ։ Տանո շատ ճուշացավ Վիտուս։ Վիտուս, հետ ուր ես մտել այ ախպեր։ Ռիսկ չես անում գնաս Լիլիկի բերանը փակես, զանգե հերոսով ես էդ անում։ Պահո, այսօր հյուրերի օր է։ Ես կգնացեմ։ Այդ դռան զանգը լսում ես, ձենս չես լսում, գնա բաց։ Ասում կարող եմ Լիլիկն է իր կախարդի հետ, որ իրանք եղան չեմ թողելու ներս մտնել։ Ես տենց էլ քո տեսակը չհասկացա։ Քավոր ջան, ես ինչ լավ անակնկալ մատուցեցիր մեզ։ Հա, որ։ Ընկերդ այդ կարծիքին չի։ Քավոր ջան, այնի միջև հոգուխորքը վիրավորված է, հուզված է։ Ուշադրություն մի դարձրա, այդ քո հետ կապ չունի։ Իստի Քավոր ջան։ Բա այն երրորդն ուրա, որ սենյակում է խռոված։ Քավոր ջան, տանոն տունը չի, նենց հա։ Քավոր ես քո այցից կարանք հասկանանք, որ դու մեզ ներել ես։ Ձեզ ներես, չներես, սաղ մեկը։ Այդ դավաճանությունը ձեր հոգու, ձեր արյան մեջ է։ Մանավանդ են մեկի, են տանոյա, ինչա, նայա ձեզ փչացնում, նա։ Հետո ես առանձնապես վստահել չեմ, որ ներեմ ձեզ, վաղ ինձ հետ նույն կերպ չեք վարվի։ Քավոր, բայց մենք քեզ չենք դավաճանել։ Արա, լսի, այ պլինտուս, այդ Ֆիլիպի անդաստիրակը կարող է եկուց գլխիդ կոտոշներ տնկի, ու էլի դու դա դավաճանություն չհամարես, նայած թե ով ինչ է համարում դավաճանությունը։ Բայց քավոր ես հարցում, ես վիճոկի հետ նենց հա համաձայն եմ։ Բաբին էլ քո պես sense մեզ չի ներում։ Ու պետք չի մեր քայլը դավաճանություն համարել։ Ուղղակի մենք մեր կյանքը ստեղ չէինք տեսնում։ Փակուղի ենք մտել Քավոր։ Ու եթե մենք ձեզ այդ գնալու պահին հաջող անեինք, դուք մեզ կանգնացնելու էիք։ Իսկ մենք հնարավորինս շուտ ուզում ենք դուրս գալ երկրից։ Բայց ինչն էր դա պակաս արա։ Ուր էիք գնում։ Են ձեր սոված ու ծարավ օրերին, որ չփախակ, հիմա, երբ որ ես ձեզ ամեն ինչ տվել եմ, ու ոչ մի բանի պրոբլեմ չունեք, էլ որ լավ կյանքի հետևից էիք գնում։
Մարդկանցից ենք փախչում, քավոր։ Մարդկանցից։ Կիչնես հետս տուն։ Չէ, կյանքս դուի չի, դուրս գալուն ես կզանգես կգամ հետևից։ Իսկ դու ուր ես լինելու ես ընթացքում։ Չասեցի, գնում եմ ընկերուհիներիս հետ սաունա։ Խելոք մնա, թե չէ չեմ իջնի մեքենայից։ Հա, թե չէ ես ուզում եմ, հա, որ իջնես։ Հիմա չես գալիս։ Չէ, կյանքս գնա կբարևես ծերունդ։ Ոնց է այս ժամին տուն ես եկել։ Այ ինձ լավ չի զգում։ Տեսնում եմ, Յուրա, դու շաբաթից ավել ա քեզ լավ չես զգում, ու մեզ հետ էլ չես կիսնում։ Յուրա, գուցե գնանք ստուգվես։ Շնորհակալություն տիկինս, որ անհանգստանում ես, բայց ինձ ոչ հիվանդանոցը կփրկի, ոչ էլ բժիշկը։ Գնում ես պարկես։ Հա, Սպարտակս տունն ա։ Չէ, Յուրա, Սպարտակը տանը չի, եմ կային տարելա հոր տուն։ Եմ կան ասաց, որ կփորձի համոզի ծնողներին երեխուն բերել։ Մի քիչ սիրենք, հետո նորից կտանեն։ Դու քո ասածին հավատում ես։ Հա, ինչի՞ չէ որ։ Անցյալ անգամ ոնց բերեց։ Եթե բերի ինձ ձեն կտաս, ես էլ եմ ուզում տեսնեմ երեխային։ Բարև կավոր։ Էդ ինչ մի գաղտնի ու կարևոր գործերի մեջ ես։ Ընկերներիդ էլ չես վստահում։ Ես իմ ընկերներին ինձնից չեմ առանձնացնում։ Ժամանակ կա, որ ես իրաց ավելի շատ եմ վստահում, քան ինքս ինձ։ Էդ լավ է։ Վատն է նա, որ ինձ տենց էլ չընդունեցիր։ Ոնց չընդունեցինք, քավոր։ Դու մեր համար մեծություն ես եղել, քավոր։ Սպասեք հələ։ Կավոր ջան, ես քեզ ոնց բացատրեմ, որ եթե մենք տղերքով քեզ այդքան հարազատ չընդունեինք, մենք քեզ ամեն անգամ չէինք ների։ Տանո։ Սպասի, Ֆրիկ ջան։ Ես իր անկեղծությունը շատ եմ սիրում, թող ասի։ Ապորինի թեորինական սրանք նույն կտորն են։ Երևի 1000-րդ անգամ եմ ասում, բայց չեմ զլանա ու մի քանի հազար անգամ էլ կասեմ։ Մենք քեզ պարտական ենք։ Դու մեզ ամեն ինչով ապահովել ես, բայց Էդ ես գիտեմ։ Էդ ես շատ լավ գիտեմ։ Հիմա ես եկել եմ ու ուզում եմ եւս մի անգամ ձեզ շանս տալ։ Քավորը մեզ ներել է տանո։ Բայց մենք ինչ ենք արել որ։ Տանո ջան, մենք մեր փախոստով նեղացրել ենք քավորին։ Բայց ինքը այդ կարծիքի չի։ Հա, ես այդ կարծիքին չեմ։ Մենք գնացինք, որովհետև պահն էր այդ ժամանակը տենց թելադրում։ Ու մենք ոչ մեկի առաջ հաշվետու չենք։ Հետո որ ասում եմ ապերախտեք նեղանում եք։ Դու մեր գլխի վրա տեղ ունես։ Պետք լինի մինչև կրակի բերան կգնանք մենք տղերքով քո համար։ Մեր կյանքը կնվիրենք քեզ։ Արա դու մի լավ բան ես ասում, հետևից մի 10 թթուն շարում ես։ Ավելի լավ ընդհանրապես ձեն չհանես։ Հիմա լսի ես ինչ եմ ասում։ Մոռանում ենք այս ամեն ինչի մասին։ Իմ առևտրի կենտրոնը ձեզ է սպասում։ Ես ձեզնով պիտի այդ բացումը անպայման անեմ։ Անցնում եք գործի։ Ձերեն անդաստիրակին էլ ամուսնացնում եմ Միշիկիս հետ։ Դու չես թողնում, որ ես իմ խոսքը մինչև վերջ ավարտեմ։ Երեխեն ամբողջ կյանքում իր ծնողի թևի տակ չի մեծանում։ Ախ։ Այն որ Միշիկս իմ ձեռի տակ է ապրում վատա։ Այդ միշն է այտենց։
Իսկ մենք չենք ուզում քո թևի տակ ապրել։ Քա որ մենք մեր հարաբերությունները կպահենք այնպես, ինչպես որ եղել է։ Բայց մենք հիմա ուզում ենք ինքնուրույն ապրենք։ Ինչ ասում ես դեբիլը։ Տղերքը կարան իրանց կարծիքը ասեն։ Ես հիմա արդեն ասեցի։ Ու խնդրում եմ սա հանկարծ դավաճանության չվերագրես։ Ապերախտ եկելի սորովոչի։ Ապերախտ։ Ինչքան քավորից հեռու, այնքան բալայանից հեռու կլինի տանում։ Քա որ դու քո պահվածքով մենակ մի բան ես ուզում ասես, որ մենք քո սեփականությունն ենք, որ դու չես ուզում մեզ բաց թողես, բայց դա այտենց չի։ Հա, արա, պլինտուս։ Խոսա։ Ճարտար լեզվով տղա, դու մի բան ասա։ Առավոտը խնդրում էիք, որ ներեմ ձեզ։ Հիմա թիկունքից եք նորից ինձ հարված հասցնում։ Այս հարված չի քավոր ջան։ Ամել քավոր, ինչ արել ես մեր համար հերիքա։ Ես նախորոք պայմանավորվել էիք, հա։ Ես ձեր հերն եմ անցել։ Կավոր, դու մեր աչքերը բացեցիր, սովորեցրեցիր, թե ընդհանրապես այս կյանքում ոնց է պետք ապրել, բայց հիմա ես քեզ շատ եմ խնդրում, թող մենք ինքնուրույն քայլենք այս կյանքում։ Իսուրեր իմ ես քան արածը ձեզ, Իսուր։ Բայց կավոր ինչ ես տենց արձագանքում։ Կավոր, մենք քո ձեռքի տակ չենք աշխատի, բայց մեր հարաբերությունները կմնան նույնը։ Ես իմ հետևից այրում եմ բոլոր կամուրջները։ Սպարտակ Բալայանը ճիշտ էր ասում։ Դուք անաղուած քրդիշաներ եք, բոմժ, ոնց եղել եք բոմժ, անենց էլ մնացել եք բոմժ։